Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Պարոն Բադալյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Բադալյան, բոլորի ուշադրությունը Միացյալ Նահանգներ, Ռուսաստան հնարավոր բանակցությունների վրա է սևեռված։ Հիմա արդեն տեղեկություն եղավ, որ այս շաբաթ հնարավոր է Սաուդյան Արաբիայում եւս այդ բանակցությունները տեղի ունենան։ Դժվար բանակցություններ են լինելու եւ կստացվի արդյոք այդ բանակցություններից ճիշտ այսպես եզրահանգումներ կատարել կամ ելքերը լավ կլինի։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, որոշակի խնդիրներ կան։ Այդ բանակցությունները ինքնանպատակ չեն։ Այդ բանակցությունները ցույց են տալիս ներկա աշխարհում իրականացվող գեոպոլիտիկ կամ աշխարհակահաղական փոփոխությունները, որոնք ազդել են տարբեր տարածաշրջանների վրա, այդ թվում նաև Հարավային Կովկասի, բնականաբար նաև Հայաստանի վրա։ Այդ համար ենք մենք քննարկում այդ ռուս-ամերիկյան հարաբերությունները, նաև Եվրոմիություն, նաև Չինաստան, որպեսզի տեսնենք, թե ինչ զարգացումներ կարող են տեղ ունենալ եւ դա ինչպես է ազդելու տարածաշրջանի վրա, իսկ որ դա միանշանակ ազդելու ոչ մեկի մոտ թող որևէ կասկած չառաջանա։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին եւ ուրեմն Միացյալ Նահանգների բանակցային գործընթացին, ինչու դա տեղի ունեցավ, որովհետեւ մենք մի բան պետք է տեսնենք եւ հասկանանք։ Տրամպը, երբ որ եկավ իշխանություն, այսինքն այն ուժերը, խորքային պետությունը, որը բերեց Տրամպին, որտեղ շատերի մոտ այն պատկերացումը կա, որ Տրամպը ինքը որոշեց, դառա նախագահ տեխնացու ու դարձավ։ Այդպես չի լինում։ Դա ամերիկյան պետության մեջ այդպես չի լինում, որ ինչ-որ մեկը որոշում է գալ, ամեն դեպքում խորքային պետությունը նրան բերում է որոշակի հարցեր լուծելու համար։ Եթե կախված ինչ հարցեր են, ըստ հարցերից բերվում է կամ դեմոկրատի կամ Տրամպի։ Հիմա ինչու է բերվել կոնկրետ Տրամպը, որովհետև սկսած 90-ական թվականից, երբ որ Սառը պատերազմում միած արևմուտք հաղթեց խորհրդային միությանը, սկսեց մի ժամանակաշրջան, որը կոչվում է գլոբալիզացիա։ Այսինքն ամերիկյան եւ արևմտյան, այսպես ասենք, ժողովրդավարության տարածում ամբողջ աշխարհում եւ գլոբալիզացիան ենթադրում է սահմանների հասկացությունը նաեւ տնտեսության համար։ Եվ երբ որ այս ընթացքում Միացյալ Նահանգները, այսպես ասենք, ժողովրդավարություններ տարածում աշխարհի տարբեր երկրներում, անգամ Աֆղանստանում, արաբական գարունը քիշում եւ այլն, այդ ընթացքում ամերիկյան բիզնեսը տեղափոխվում էր Չինաստան եւ այս 30 տարվա ընթացքում Չինաստանը հաշվի առնելով նաեւ այն, որ այնտեղ բավականին ռեֆորմներ են տեղ ունեցել դեռևս Դեն Սյաոպինի ժամանակ, ինքը բավականին զարգացավ, բավականին եւ տնտեսապես իր հնայով Միացյալ Նահանգներին եւ Եվրոմիության չի զիջում, որոշ դեպքերում էլ ավելին է, չնայած հիմա նա տնտեսական զարգացումը 5-6% է մոտավորապես, բայց ամեն դեպքում ինքը ծավալով մեծ է, ինքը բավականին լավ թափով զարգանում է եւ խորքային պետությունը հասկացավ, որ եթե ինքը շարունակի ուրեմն այդ գլոբալիզացիան ինքը տուժելու է, որտեղ նեք ընդամենը առևտրի ցուցանիշներ է, Չինաստան, Եվրոմիություն ամեն տարվա առևտրից Չինաստանը մոտավորապես $200 միլիարդ օգուտ ունի, Միացյալ Նահանգներ Եվրոմիություն առևտրից Ամերիկան ամեն տարի մոտ 150 միլիարդի վնաս ունի։ Եվ Չինաստանը ինքի դիրքեր ամրապնդում աշխարհի տարբեր երկրներում, Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում ռեսուրսը բերում է իրան եւ այլն։ Եվ նախկին ժամանակահատվածում միջև այս Բայդենի ժամանակ այդ խորքային պետությունը հույսին է, որ Ուկրաինայի միջոցով հնարավորություն կունենա ինքը այսպես Ռուսաստանում ստեղծել, պարտեց այնպես անել, որ պարտվի Ռուսաստանը, որից հետո կարելի է Ռուսաստանի ռեսուրսները բերել եւ ենթարկեցնել ուրեմն Միացյալ Նահանգներին, դա չստացվեց։ Ուկրաինական պատերազմում Ռուսաստանը վնաս չկրեց։ Այո, միգուցե տնտեսական զարգացմանը այս ճանը, ասենք, որոշակի խնդիրներ ստեղծեցին այս ճանաչեն չէր, բայց Ռուսաստանը չի պարտվել։ Եվ խորքային պետությունը հասկացավ, որ այս պատերազմը սկսում է արդեն հյուծել Ամերիկային։ Կներեք, պարոն Բադալյան, երբ որ ասում ենք չի պարտվել, մենք ինչ նկատի ունենք, այսինքն մարտադաշտում Ռուսաստանը դեռևս մենք ասելով չի պարտվել, նկատի ունենք, որ մարտադաշտում նա տարածքները չեն գնացել մինչև 91 թվականի սահմանը 1, դա չի հանգեցրել Ռուսաստանի ներսում խժ դժվարությունների եւ այդ խժ դժվարությունների արդյունքում չի տապալվել Վլադիմիր Պուտինը եւ չի եկել այսպես պրոարևմտյան մի կառավարություն, որը 90-ական թվականների սկզբին կար, Կոզերևներ արտգործնախարար եւ այլ մարդիկ, որոնք ուղղակի իրենց շահը ստորադասում են ուրեմն ԱՄՆ շահին, այսինքն չի եկել պրոարևմտյան կառավարություն, որը այդ կարելի էր կնքել տարբեր տեսակի Բայց պատերազմը սկսելուց Ռուսաստանը այդ նպատակ ուներ իր դեմ, այսինքն ինչ նպատակ ուներ, այդ նպատակը
Միացյալ Նահանգների եւ Արևմուտքի նպատակը դեր։ Ռուսաստանի նպատակը ուրիշ էր։ Ռուսաստանը հույս ուներ, որ ինքը շատ կարճ ժամանակամիջոցում կկարողանա բավականին տարածքներ վերցնել հսկողության տակ, ինչպես Պուտինն ասաց, այնտեղ Կատարի Ուկրաինայի դենացիֆիկացիա, դեմիլիտարիզացիա եւ այլ, ապա նացիֆիկացում, ապա միլիտարիզացում, Ուկրաինան կմնա մի փոքր տարածքով, չեզոք պետություն, տարածքները հարավ-արևելքը կհասնի Ռուսաստանին եւ այլն։ Սա ռուսական նպատակն էր, իսկ Արևմուտքի նպատակն էլ ասացինք, արդեն Ռուսաստանում այնպես իրավիճակ ստեղծել, որպեսզի այնտեղ գա պրարեմետյան իշխանություն, որը պայմանագրեր կկնքի ամերիկյան կորպորացիաների հետ եւ Ռուսաստանի բավական հարուստ նավթահունքային այդ ռեսուրսները կանցնեն իրենց հսկողության տակ եւ ամերիկան դրանով բավականին նաեւ կարողանար հզորանալ Արևմուտքը, Միացյալ Նահանգները։ Դա տեղի չունեցավ։ Եվ ամերիկայի խորհրդային պետությունը այդ ուղեղային կենտրոնից սկսեցին հաշվարկել, որ Ուկրաինայի պատերազմը արդյունք չի բերում։ Դա դառնում է անիմաստ պատերազմ։ Այո, Ռուսաստանը հիմա այդքան հաջողություն չունի, ասենք որոշ տարածքներ վերցել է, հիմա հաջողությամբ առաջ չի գնում, կասեցված է, ուկրաինացիներին հաջողվեց ինչ-որ չափով, ամեն դեպքում լավ կռվելով, թույլ չտալ, որ ռուսները ասենց հաղթարշավով գնան, անցյալ տարի նոյեմբերին որոշակի հաջողություն ունեցան, բայց որ ասենք, որ ռուսական զորքերը ասենց հաղթարշավով քայլում են, հա, Դոնեցկից դեպի Դնոպրոպետրովսկ, այդպեսի բան չկա, այսինքն Ռուսաստանը չի պարտվում, չի հաղթում, Ուկրաինան պարտվում է, քիչ միլիմետրերով, բայց պարտվում է, սա նշանակում է կարող է երկար ձգվել։ Ուկրաինան կարող է շատ երկար ստանալով համապատասխան օգնություն, ունենալով մարդկային ռեսուրս, շատ երկար տարիներով կարող է կռվել։ Հիմա ամենամեծ խնդիրը այդ օգնությունը կլինի։ Հիմա խնդիրը այստեղ է, բայց եթե այդ օգնությունը շարունակի, այդ նշանակում է, դա պետք է տա Միացյալ Նահանգներ հասկանալի է, որը պաշտոնական տվյալներով մոտ 183 միլիարդի չափ օգնություն է տվել, ոչ թե 350 միլիարդ, ինչպես Տրամփն է ասում։ Տրամփը սիրում է չափազանցնել։ Ուրիշ պատճառներից ելնելով, բայց հիմա խնդիրը կայանում է, եթե օգնությունը եկավ, Ուկրաինան կկռվի, բայց ինչքան շատ օգնություն շատ կկռվի, բայց ինչքան որ շատ կռվի, Չինաստանն է սկսում զարգանալ։ Այսինքն Միացյալ Նահանգները հասկանում է յուրաքանչյուր պատերազմող օր, որտեղ խորհրդային պետությունը Միացյալ Նահանգների հիմա փոխվել, իրանք հասկացան, իրենց հիմնական մրցակիցը այլևս Ռուսաստանը չէ։ Իրենց հիմնական մրցակիցը Չինաստանը, որը իրենց հավասար է, Ռուսաստանը տնտեսապես Միացյալ Նահանգներին հավասար չէ։ Իր հնան 1.5 տրիլիոն թե 1.7 տրիլիոն է, երբ որ Միացյալ Նահանգները 17-18 է, Չինաստանը մոտավորապես 18-19-20 այդ կողմերն են, բայց Ռուսաստանը 1.5, 1.7 տրիլիոն, այսինքն Ռուսաստանը այլևս վտանգ չի սպառում։ Այսինքն պայքարի ուղղությունը նրանք հասկանում են, որ պետք է թեքել դեպի Չինաստան։ Այո, պետք է թեքել Չինաստան, դա նշանակում է, որ ամբողջ Եվրոպայի ձորքը պետք է գնա Չինաստանի շուրջ կողմը կանգնի, բոլոր այն ճանապարհները, որոնք որ օգտագործում է Չինաստանը, առևտրական ճանապարհները պետք է վերցվի հսկողության տակ, պետք է բոլոր այն շուկաները, որոնք որ Չինաստանը օգտագործում է, փորձեն դրանք ոչնչացնել, պրոֆիլավորը դեպի Միացյալ Նահանգներ, այսինքն լուրջ գործ կա եւ դա այսինքն ամեն գնով Միացյալ Նահանգները կհասնի այս պատերազմի ավարտին, այսպես ասենք, Միացյալ Նահանգները ամեն գնով կհասնի, մենք չենք կարող հաստատ կնիքը դրացել, բայց Միացյալ Նահանգները հասկանում է յուրաքանչյուր օր բերում է Չինաստանի, այսինքն մեկ օր շարունակվեց պատերազմը, Չինաստանը մեկ օրով զարգացավ, մեկ օրը շարունակեց երկրորդ օր, երկու օր զարգացավ, երրորդ օրը շարունակեց երրորդ օր, ու այսպես շարունակ հիմա ինքը հասկանում է, որ Ռուսաստանը չի պարտվելու, Ռուսաստանը կարող է գնել։ Դե հարցն այն է, պարոն Բադալյան, Միացյալ Նահանգներին կհաջողվի Զելենսկուն համոզել։ Դե նա պետք է փորձի։ Հիմա փորձում է, հիմա փորձում է ամեն գնով։ Նաև Եվրոպայի գործոնը, այստեղ Եվրոպան ուրիշ է, այստեղ Եվրոպան։ Զելենսկուն աջակցում ասում է պետք է կռվես, Միացյալ Նահանգները ասում է ոչ, որտեղ է այստեղ հաղթանակը։ Խնդիրը ոչ թե կողմերի հաղթանակն է, այլ Եվրոպայի համար Չինաստանը մրցակից չէ։ Միացյալ Նահանգների համար մրցակիցը, որովհետև Միացյալ Նահանգները սովոր են լինել հեգեմոն։ Եվրոմիությունը հեգեմոն չի։ Եվրոմիության թշնամին ինքը դիտարկում է Ռուսաստանին, ինքը Չինաստանին չի դիտարկում, ավելին Չինաստանը դա լավ առևտրաշրջանառություն ունի, բավականին ուրեմն մի քանի 100 միլիարդ դոլարի եւ այլն, այսինքն ինքը Չինաստանի վտանգ չի դայում։ Այդ Միացյալ Նահանգներն են նայում, ինքը Ռուսաստանն է վտանգ դայում, դրա համար երբ որ Միացյալ Նահանգները ասում են պետք է դադարեցնեն, Եվրոմիությունը ասում է չէ, Ուկրաինան պետք է կռվի, որովհետև Ուկրաինայի պարտությունը Եվրոմիությունը դիտել է որպես իր պարտություն։ Հարցը այն չի, որ դրանից հետո ասում են, հա, ռուսները կարձակեն Մերձբալտիկի վրա, Լեհաստանի վրա, հասկանալ է, Ռուսաստան դա հիմարություն է, Ռուսաստան Ուկրաինային ինչքան կարողացավ վերստել, ինքը ուրիշ տարածքի վրա չի գնալու, բացառությամբ մեծ Դնեստրի, որ ինքը համարում է իր տարածքը պետք է փորձի այդտեղ ինչ որ չափով իր ազդեցություն տարածել, մնացածները չէ։ Եվ այստեղ ուրիշ խնդիր կա, եթե
Ռուսաստանին հաջողվում է Ուկրաինայում լուրջ հաջողություն հասնի, եթե այսօր չի հասնում։ Այդ դեպքում բնականաբար նաև Ռուսաստանի դիրքերը ամբարապնդելու է ԱՊՀ ամբողջ տարածքում, որտեղ Միացյալ Նահանգների համար ԱՊՀ տարածքը արժեք չի ներկայացնում։ Տեսեք, ինչու 18 թվականը եղավ էս։ Նախկին գլոբալիստները Թրամփի վարչակազմի համար, թե ընդհանրապես գլոբալիստների համար, եթե մենք դիտարկում ենք Թրամփի քաղաքականությանը ոչ մեկ ներսից չի քննադատում, բացի մի քանի, ասենք, Ջոն Բոլթոն եւ այլ, ասենք, դուրս գրված հանրապետական կամ դեմոկրատներ, ասենք, մի քննադատում են, բայց Բարակ Օբաման, Քլինտոն, այսինքն նրանք, ովքեր որոնք դեմոկրատական կուսակցության, ասենք, ստվերային ղեկավարներ, նրանք Թրամփին չեն քննադատում, որտեղ դա Միացյալ Նահանգների խորհրդային պետության ընդհանուր պլատֆորմն է։ Գլոբալիզացիան ավարտում ենք, պայքարում ենք Չինաստանի դեմ, այն բոլոր բիզնեսը, որ գնացել էր Չինաստան, գնացել էր Մեքսիկա, բոլորին հետ ենք բերում Միացյալ Նահանգներ եւ դնում ենք պրոտեկցիոնիզմ, ոնց որ Տրամփը ելույթ ունեցավ մի քանի օր առաջ կոնգրեսում, չէ՞, ասաց Ամերիկան վերադառնում, այսինքն բոլոր այդ արդյունաբերությունը գալիս է եւ Ամերիկայում մենք պետք է հասկանանք, որ Տրամփի պատկացած Ամերիկան դա 1960-ական, 70-ական թվականների Ամերիկան է, որտեղ Դեթրոյթում կային մեքենաների գործարաններ, բան, որ ամեն օր գնում էր այնտեղ կլուչով ձգում էր մեքենաները, հետո ցերեկը գնում էր ասենք միջում էր ինչ որ փողեր ուներ, սպառում էր ինչ որ սննդամթեր, գնում էր նույնց աշխատում էր, գնում էր տուն շաբաթ կիրակի գնում էր weekend, այսինքն այն գումարը մնա հիմնական էս արդյունաբերությունը ամբողջովին վերադառնա Ամերիկա, ռեսուրսները գան Ամերիկա, Ամերիկայում դառնան ապրանք, գնան ուրիշ երկրներ, էլ գլոբալիզմ չկա։ Այդ Ամերիկայի խորհրդային պետությունը փակում է գլոբալիզմը, վերջը դնում գլոբալիզմի ժամանակաշրջանին։ Դրա համար USAID-ին, որը գլոբալիզմի գործիք էր, գլոբալիստեն գործիք էր, վերածվում է։ Դրա համար նետ կառույցը, որը ֆինանսավորում էր նաև Հայաստանի, ասենք, լրատվամիջոցներին։ Հիմա վերադառնանք այս USAID-ին եւ Հայաստանին։ Ձեր նշած այս զարգացումները, երբ որ նաև նկատում եք, որ Միացյալ Նահանգների համար այլևս Հարավային Կովկասը, այս տարածաշրջանը հետաքրքիր չի։ Չէ, ասես չեմ ասում։ Ամեն դեպքում ինչքանով է հետաքրքիր, եթե նույնիսկ հետաքրքիր է, ինչքանով է հետաքրքիր։ Ասենք, միջև Տրամփի գալը, երբ որ փակվում է գլոբալիզմը, ինչու էր հետաքրքիր այս տարածաշրջանը։ Ես հիմա կասեմ, կասեցված է ուղղի հետաքրքրությունը դեռևս։ Ինչու էր Բայդենի ժամանակ հետաքրքիր եւ բավականին ակտիվ, այն ինչ որ փաստաթուղթեր ստորագրեցին եւ այլ եւ այլ։ Նայեք, իրանք այդ ընդհանուր պատճառի մեջ, որտեղ ասած չէ, Ռուսաստանն էր հիմնական ճշտամին։ Եվ Ռուսաստանը պետք է շրջապատվեր, ասենք, պրո-արևմտյան կառավարություններով, իշխանություններով։ Հարավային Կովկասները դա մեջ մտնում, Կենտրոնական Ասիան։ Բացի դրանից, Կենտրոնական Ասիայում կա ռեսուրս։ Եվրոմիությունը, Միացյալ Նահանգները ռեսուրսի համար այնտեղ փող են դրել, Ղազախստանի նավթային հանքեր, Ուզբեկստանում, ասենք, ուրանի հանքեր, գազի հանքեր, Տաջիկստան, Կիրգիզիա, Թուրքմենստանի գազի հանքեր եւ այլն գումար են դրել։ Այդ ռեսուրսը պետք է գար միջանցքով, ասենք Հարավային Կովկասով անցներ, գնար դեպի Սևծով կամ Թուրքիա, այդտեղից էլ գնար Եվրոմիություն, Միացյալ Նահանգներ, այդ ամբողջ ռեսուրսը պիտի գնար։ Այդ դրա համար Արցախը հանձնվեց, որտեղ Արցախն դարպասն էր, որը թույլ չէր տալիս, փակ էր, այսինքն ռեսուրսի ճանապարհը, գալու ճանապարհը փակ էր, Արցախը տապալեցին, որ երկրորդ ճանապարհը բացվի, Զանգեզուրի միջանցքը բացվի, այստեղից ամբողջ ռեսուրսը ուրեմն միջինացից գնա։ Հիմա Ամերիկայի գլոբալիստներին չի հետաքրքրում այդ ռեսուրսը, որտեղ կա Գրենլանդիա։ Գրենլանդիան ինքը փոքր կղզի է, բայց իր, ասենք, հազվագյուտ մետաղներով գերազանցում է Կենտրոնական Ասիային, Արկտիկայի դուրս գալի, իսկ Արկտիկայի այդ իր տարածքները, այդ մերձ ապնյա, այսպես ասենք, տարածքներում բավականին շատ միլիարդների հասնող, ուրեմն հարյուրավոր միլիարդներ գազ ու նավթ կա, որը կարելի օգտագործել։ Հետո Գրենլանդիան ընդհանրապես Ամերիկային կապած է, այսինքն քանդում ես, այսպես հողը լցնում ես նավի մեջ, բերում ես Ամերիկա, բեռնաթափես, տամ ես գործարան, մշակում ես, տամ ես հազվագյուտ մետաղ։ Կենտրոնական Ասիայում այդտեղ կար Ռուսաստանի շահ, Չինաստանի շահ, Եվրոմիության շահ, Թուրքիայի շահ, որոնք արդեն ներդրում ունեն։ Հիմա դից պիտի նաև Իրանի շահ, ինչ որ չափով Հնդկաստանի շահ։ 6 երկիր տարբեր ձևով Կենտրոնական Ասիայում կան։ Հիմա դու պիտի Ամերիկան 7-րդը մտնի։ Նրանց հետ վատամարդ լինի, փորձի այդ եղած ռեսուրսները տանից, ռեսուրսները քիչ են, այդքան շատ չեն, մեծ փող դնի, իմաստը ո՞րն է, երբ որ Գրենլանդիայում ապրում ընդամենը մոտավորապես 56,000 մարդ։ Թե 56,000 ընտրող, թե 56,000 մարդ, մոտավորապես, ասենք 60,000, լավ, դա այդքան էական չի, 60,000 մարդ է ապրում, որովհետև դու օգնում ես իշխանությունը փոխում ես, հետո այդ
կնքում ես քո այդ ինչ-որ մի պայմանագիր, անկախություն ճանաչում ես, դարձնում ես փաստացի քո նահանգը, ավելի էժան են նստում։ Դրա համար Միացյալ Նահանգներին այլևս այս հարավային միջանցքը պետք չէ։ Եվ կենտրոնական Ասիան իրան այլևս պետք չէ, որտեղ դա ռեսուրսը չարժի, այն փողը, որ պիտի դնես այդ ռեսուրս բերես, չի բանանում, էլի, մեծ եկամուտ չի բերում։ Այսպես ձևակերպեմ, Միացյալ Նահանգներին այլևս հետարքիր չէ Սյունիքի միջանցքը։ Չէ, իրան էլ հետարքիր չի։ Իսկ ում է հետարքիր մնացել։ Այս բնական Ադրբեջանն մնա։ Հա, Ադրբեջան ցենց ասենք, հա, Ադրբեջանը պետք է, բայց այս պայն իրան այլևս հետարքիր չի, որտեղ այն ինչեր է նախկինում հետարքիր նշեցինք, որտեղ այդ բանը գլոբալիստները պետք է կենտրոնական ասեն ստանալ, քանի որ ինքը գտել է առաջինը դա Այլընտրանք Գրենլանդիան է, երկրորդը Կանադան է դեպը։ Հենց որ Կանադան է տշվում, դու պիտի նահանգ դառնաս եւ այլն, բայց դառա թե չի դառնա ուրիշ հարցան, դե վերջը 20-30-40 միլիոն մարդ ապրում, այդքան էս չի կամ 25 թե 30 միլիոն մարդ ապրում, այդքան էս չի։ Գրենլանդիան ավելի հեշտ է ստանալ, էլի։ Բայց այդ հարավային Կովկասը, ոչ թե Սյունիք, հարավային Կովկասը ամբողջություն որպես միջին միջանցք, իրան այլևս հետաքրքրություն Այսինքն մնացել է ընդհանրապես Ռուսաստանի հետաքրքրությունը տարածաշրջանում։ Էլ որ հարավային Կովկասում ունեն հետաքրքրություն Ռուսաստանը, Թուրքիան, Իրանի Իսլամական Հանրապետությունը, երեքն էլ ունեն իրենց բաները, ազդեցությունը։ Թուրքիա, Ռուսաստանի ազդեցությունը մի քիչ Հայաստանի վրա է, մի քիչ շատ չի եւ էականորեն իջել է 23 թվականին Արցախի բանը պատերազմից հետո, երբ որ իրենց խաղաղապահները փախան ու ադրբեջանցիները էթնիկ զտում արեցին։ Մի քիչ է, որտեղ երբ որ լսում եք այս բան ուրիշ ասենք, այ խոսակցությունները թե գիտեք Ռուսաստան, Հայաստան մեծ ազդեցություն ունի, իրականությանը չի համապատասխանում։ Տարբեր տեսակի սոցիոլոգիական բաց եւ փակ արտոնեցության տալիս, որ հայ հասարակության մոտ բավականին քչացել է ռուսամետ տրամադրությունները։ Վրաստանում Ռուսաստան ազդեցություն չունի, այսինքն Հայաստանում մի քիչ ունի, Վրաստանում չունի, Ադրբեջանում չունի։ Թուրքիա ազդեցություն Ադրբեջանում 100%-անոց Ադրբեջան փաստացի գոյություն չունի, այկա Թուրքիայի պրոքսի շարունակությունը, տարածքի շարունակությունը, որը կոչվում է Ադրբեջան, ոնց որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի համար էր միջև ասենք 20 թվականը, հա, ոնց ասում են, դե յուրը թե դե ֆակտոն դե ռիպարտե, հա, դե յուրը կար ոնց որ թե պետություն, բայց իրական դա Հայաստան էր, էլի մարզ էր։ Թուրքիան, Ադրբեջան նույնը Թուրքիայում է եւ Վրաստանում ազդեցություն ունի։ Իրանն էլ ունի ազդեցություն բանում այդ ինչ որ չափով Ադրբեջանում շատ քիչ, այնտեղ շիայի հետ կապված շիա շարժման հետ եւ Հայաստանի վրա ազդեցություն ունի, որովհետեւ Հայաստանի անվտանգության ապահովող միակ երկիրը այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունն է եւ այն որ Ադրբեջանը չի հարձակվել միջև հիմա եւ Սյունիքի մարզը ամբողջությամբ չի գրավել, դա միայն Իրանի Իսլամական Հանրապետության շնորհիվ է, ոչ Ռուսաստանի, ոչ հապկի, ոչ այն Եվրոպայի Հայաստան գտնվող 200 եվրոպացի դիտորդներ, որ ներկայացնում են թե դիտորդները կան, դրա համար ինչ որ բան են անում։ Եվ հարավային Կովկասում ունի ազդեցություն Եվրոմիությունը, որտեղ Վրաստանը ունի կարգավիճակ Եվրոմիության անդամակցության եւ Ադրբեջանի հետ կա գազային այդ ռեսուրսային պայմանագրեր այնտեղ եւ ինչ որ չափով ասենք Հայաստանում ազդեցություն ունի, այսինքն 4 երկիր ազդեցություն ունեն այդ ասենք այս հարավային Կովկասի վրա եւ բնականաբար Ամերիկան վերաբերում ենք առաջուներ հիմա կասեցված է ոնց որ թե ինքը Ամերիկան սա առևտուր կարողան է Ռուսաստանից ինչ որ բան դիմաց զիջի իր ազդեցությունը ամբողջովին, այսինքն վաճառի Ռուսաստանին, հիմա լեզու գտնեն թե չէ, դժվար ասել, բայց սա որպես այդպեսին իրան այս պահի դրությամբ հետաքրքրություն չի ներկայացնում։ Այս 4 երկրներն ունեն ուրեմն ազդեցություն։ Հիմա ինչ վերաբերում է Եվրոպային։ Եվրոմիությունը եթե ֆրանկո-գերմանական դաշինքը կայացավ, ապա նա եւ օգնեցին Ուկրաինան կարող է շարունակել պատերազմել։ Եվ այնպես չի, որ Ամերիկան եթե մի կողմ քաշվեց, վերջ էլ, ասենք Ուկրաինան կպարտվի եւ այլն։ Բայց այդտեղ ռեսուրսների խնդիր կա։ Եվրոպան ունի այդ ռեսուրսները շարունակելու պատերազմը։ 500 միլիոնանոց երկիր է, Եվրոմիությունը միասնականն է։ Բայց տնտեսապես բավական մեծ խնդիրներ են։ Տնտեսական բոլորը խնդիրներ ունեն։ Եվրոմիությունը նաեւ այնտեղ ռազմարտունաբերական համալիր ունի, որի առաջատարը Ֆրանսիան է, կա այնտեղ նաեւ Գերմանիան, Անգլիան էլ իր ռազմարտունաբերական համալիր չեն Եվրոմիության անդամ չի, բայց տվյալ դեպքում կարող է դա դաշնակից լինի Լեհաստանը, Իտալիան, Իսպանիան, այսինքն երկրներ, որոնք ունեն Չեխիան, որոնք ունեն Սլովակիան, որոնք ունեն ռազմարտունաբերական համալիր եւ կարող են աջակցել իրանք Ուկրաինան եւ ինչով Ուկրաինան կարող է։ Բայց ամեն դեպքում մեծ աջակիցը Միացյալ Նահանգներ, եթե այդ աջակցությունը չլինի Եվրոպան միայնակ Ուկրաինայի։ Կարող է։
Կարող է։ Այո, Եվրոպան միայն եթե կարողացա ներքին տարածությունները ընդեղ մի կողմ դնել եւ գալ ընդհանուր հայտարարի, որտեղ հիմա կախված է նաեւ Գերմանիայի կանցլերը, որ մերձ ընտրվեց, ինչ է ասել, որտեղ հիմա դեռևս նա այսպես ասաց, ճիշտ է ընտրվել է նայի դե ֆակտո ինքն է, բայց դե յուրե, երբ որ ինքը արդեն վերջնապես բերի կառավարությունը, նա այո կարող է, որտեղ Եվրոպան ունի այնքան փող, որ ինքը կարող է ամբողջովին իր ռազմարտությունաբերական համալիրը բավականին ակտիվացնի, ունի նաեւ մարդկային ռեսուրսներ, որ կարող են աջակցել ուկրաինացիներին, այսինքն այո, ինքը կարող է աջակցել։ Ինքը այնպես չի, որ Դուք կարծում եք Եվրոպան իր զինվորին կտանի, կկանգնեցնի առաջնալից։ Նա վարձկաներ կտանի, ինչ եղե։ Եվրոպայում գիտեք, քանի հատ ինչքան միլիոնավոր սևամորտեր կան, արաբներ կան, տարբեր բան է, ասենք, բնակչություն կա, որը ոչ մի բան չի կարմանի, այն փախստականներ Աֆրիկայից ու ասեց, որ եկել են, որոնք փողի համար ամեն ինչ կաներ, իսկ ինչ է, հիմա չեն գալի, ֆիններ չկան, լեհեր չկան, գիտեք, քանի հազար լեհա ուկրաինական ճակատամար բանը, ռազմական գործողություններ են զոհվել։ Հավաքում են Կոլումբիայից են բերում վարձկաններ, մի քանի բան, հազարավոր կոլումբիացի վարձկաններ, որոնք փողով եկե կռվում են։ Եվրոմիությունում էլ մի քանի միլիոն նման մարդիկ կա, որոնք երբ որ լավ փող տալուց, իրանք լավ կարող են գան ու կռվել, հենց որ խնդիր չկա։ Հիմա վերադառնում ենք արդեն Հայաստան, այ ասեցի Միացյալ Նահանգները կասեցված է, այստեղ մի հատ խնդիր կա։ Ինչքանով Եվրոմիությունը կարողանա, ասենք, շահ կունենա Հարավային Կովկասում եւ այդ միջին միջանցքում, որովհետեւ Ուկրաինային բացի նաև ռեսուրս տրամադրել Հարավային Կովկասի համար, այստեղ կարող որտեղ կա նաև բանը մերձավոր արևելքի հարցը, տեղել են Սիրիա եւ այլ, գիտեք, ընդ ալևիների ցեղասպանություն եւ այլ, ընդեղ էլ որոշակի խնդիրներ կան, բայց հիմնական Ուկրաինան է, արդյոք Եվրոմիությունը կգտնի նաև ինչ-որ չափով իր լրացուցիչ ռեսուրս Հարավային Կովկասի համար, որովհետեւ այս տարածքում իր ազդեցությունը ել ավելի մեծացնի։ Մենք չգիտենք, մեկ հարցական։ Երկրորդ փաստը, որ պետք է անենք, եթե անգամ Միացյալ Նահանգները Հարավային Կովկասից ամբողջովին հեռացավ, գնաց կամ Ռուսաստանին հանձնեց, դա իր համար խնդիր չէ, արդեն իրան պետք չէ տարածքը ոնց որ հասկանում ենք, եթե վերջնականապես գնաց։ Այս երեք երկրները պետք է մի բան ֆիքսենք, հա, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, չեն կարող յուրաքանչյուրը 100%-ով ստեղ ազդեցություն լինել։ Այսինքն ճնես չի լինի, որ այս Հարավային Կովկասը նորից ամբողջովին անցնի Ռուսաստան ազդեցության տակ, էլ չի լինելու, որտեղ Թուրքիան, որ օգնեց Ադրբեջանին, այսինքն ինքը 20 թվականի Ղարաբաղի պատերազմում հաղթեց, դրանով ինքը ռուսական ազդեցությունը մի կողմ դա բան է, ոնց ասած դուրս մղեց Ադրբեջանից եւ չմոռանանք, որ Աբխազիայում նախագահական ընտրությունները եւ թուրքամետ տեխնացուն համարյա կեսը ձեներ հավաքի Աբխազիայում, այնպես որ Հյուսիսային Կովկասում նույնպես Թուրքիայում հետաքրքրությունը տակա եւ Իրանը, որը երբեք Հայաստանի անվտանգության հարցը այլև միանշանակ չի զիջելու Ռուսաստանին։ Հիշենք Լավրովը գնաց Թուրքիա, գնաց Իրան, նորից վերադարձավ, այսինքն քննարկել են այս տարածաշրջանը, այսինքն Հայաստանում իշխանափոխություն կարող են անել այսուհետ միայն Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը միասին վերցած։ Առանձին Ռուսաստանը այլևս բացառում ենք։ Չէ, դե արևմուտքի իշխանությունը արևմուտքի հսկողության տակ կա։ Չէ, իշխանափոխություն անել Հայաստանում արևմտյան ուժերով։ Չէ, եթե ուզի կարող անի։ Ես ասեմ, եթե ուզենք կարող է անել, բայց հիմա ինչ կստացվի, թե չի ստացվի, դժվար եմ ասել, եթե մենակ եվրոպացիներ լինի, շատ դժվար է, որովհետև ամեն դեպքում դրա համար պետք է որոշակի գործիքներ լինեն, այդ գործիքը բավական լավ USAID-ներ եւ NED-ներ իրականացնում, իսկ դա ամերիկյան գործիքներ էր։ Նույն դրան կարելի է փոխարինել նաեւ բաների, ոնց որ 18 թվականին, հա, բրիտանացիների հականեր բավական ուժեղ, որ այստեղ իշխանափոխություն արեցին եւ արևմուտքը, որը բերեց այս Եվրոպայի իշխանություններին, իր ծրագրերի համար էլ կարող է նորից շատ հանգիստ արևմուտքը լստեղ Եվրոմիությունը։ Պարոն Բադալյան, ասում եք արևմուտքը բերեց, Նիկոլ Փաշինյանն ասում է ինձ ժողովուրդն է բերել։ Բայց պիտի ասի։ Վերջին անդրադառնալով այս համատեքստում Հայաստանում ընդդիմադիր դաշտի բանավեճերին անդրադառնանք եւ հետաքրքիր է, որ ընդդիմադիր երկու թիմերը, երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերը իրար մեղադրում են Նիկոլ Փաշինյանն իշխանության բերելու, պահելու մեջ։ Ասենք այստեղ շահելու կարև չի, ասենք ով է շահում, ով չի շահում, էլ ասենք։ Չէ, դե կռիվ են անում ինչ որ նպատակով։ Հա, նպատակ ուրիշ է, բայց նպատակը պարտադիր չի շահում լինի։ Նպատակը կողե հստակեցում լինի, ինչ որ հարաբերությունները հստակեցման խնդիր դրածել լինի։ Դա պարտադիր չի շահ լինի, որտեղ այստեղ մի խնդիր կա։ Իրանց թիմակիցներն են ամենանավականացում հասկանում, որ այսօր իշխանությունը զրկվել է այս պայծությամբ ԱՄՆ-ի աջակցությունից։ ԱՄՆ-ն չի աջակցում, սառեցված է, այսինքն հստակ չէ նա այսօրվա թիմը, նա կարող է գնացել է եւ չել ասել, որ Հայաստանի իշխանությունը ես այլևս քեզ չեմ աջակցում, այսինքն այս պահի դրությամբ մենք տեսնում ենք ԱՄՆ աջակցություն
այս բանակցային գործընթացին չկա այլևս, այսինքն Հայաստանի իշխանությունները որպես այդպեսին չկա, ԱՄՆ-ը։ Եվրամիությունը զբաղված է ուրեմն այդ Ուկրաինա եւ այլ հարցերով, ոնց որ թե ինքը ուշադրություն չի դարձնում։ Ու այդ երկու թիմերի ներկայացուցիչները հավանաբար զգում են եւ տեսնում են, որ ոնց ասեցին, աշխարհակական գիքոր է վերածվել, ասենք, իշխանությունը, իսկ դա նշանակում է, որ եթե նաեւ դու ունենում ես դրսի աջակցություն, արդեն կարող ես ուրեմն, այսպես ասենք, իրավիճակ փոխել, այսինքն փոխաբերական իմաստով ասած, իշխող քաղաքական ուժի քաղաքական պանեխիդան արդեն պատվիրես էլի մոտավորապես այս երկու քաղաքական թիմերի մրցավայրը հենց ամենայն հավանականության դրա համար է, թե ով է այդ պանեխիդան իրականացնելու եւ ԿՊ-ի շատ գործիչները դա ուղղակի չեն կարողանում հասկանալ, որ այդ երկուսը հիմնականում ակտիվացել են երկու թիմակիցներն այդ դրա նպատակով ով է լինելու գերիշխողը այդ իշխանափոխության ընթացքում։ Իսկ սա կարող է լինել մենակ մի դեպքում, ասեցի, եթե դու ունես Ռուսաստանի եւ Իրանի աջակցությունը, այս պայդրությամբ մենք կարող ենք ասել, որ երրորդ նախագահի թիմը չունի Ռուսաստանի աջակցությունը, որովհետեւ մենք չենք տեսել, որ 18 թվականից հետո երրորդ նախագահան որևէ առիթով Ռուսաստան գնա։ Օրինակ կան փորձագետներ, ռուսական դաշտի փորձագետներ, որոնք անուղղակի իրենց աջակցությունը հայտնում են երկրորդ նախագահի նկատմամբ։ Դա տեսնում ենք, բայց մենք չենք տեսել որևէ ձևով, որ Ռուսաստանի, այսպես ասենք, իշխանության մոտ կանգնած փորձագիտական շրջանակները այս կամ այն չափով աջակցություն հայտնեն երրորդ նախագահի շրջապատին, դա մենք չենք տեսել, բայց դա որտեւ ի վերջո չմոռանանք երրորդ նախագահի թիմակիցներ ամեն դեպքում դա պրոարմենիան քաղաքական ուժն է, որտեւ երրորդ նախագահան իր քաղաքականության ընթացքում եւ հայ-թուրքական արձանագրությունները դա ամերիկյան պրոյեկտ էր, Եվրամիության հետ ուրեմն ազատ առևտրի ասոցիացիայի պայմանագիրը, որը աշխատում են դարավմտյան պրոյեկտներ եւ վերջի պայն ուղղակի ճնշեցին, ստիպեցին, ասենք, ճամբարափոխ լինել, ԵԱՏՄ ստորագրել, բայց գնում է դեպի, իսկ դա Ռուսաստանում չի մոռացվել։ Այնպես չի, դու կարող ես իհարկե հանրապետական գործիչների հետ գնալ, ասենք, այնտեղ Ռուսաստանի դեսպանի հետ 25 անգամ նկարվել։ Դրանով չի նշանակում, որ Ռուսաստանում մոռացել են այս գործընթացները եւ չի նշանակում, որ մոռացել են, որ 18 թվականին ի վերջո այս իշխանությունների քայլերը չձեռնարկեցին երրորդ նախագահի, որը որ չեր բերի այն խնդրին, որը բերվեց, որտեղ այսօր Ռուսաստանը խնդրեմ է դարել Հայաստանը եւ այս տարածաշրջանը, որտեղ այստեղ ուժեղացել է Թուրքիան, չկա Ղարաբաղ, իր ազդեցությունը բավականին թուլացել է, սահմանապահներ հեռացել են, այս իշխանությունները վարում հակառուսական արտաքին քաղաքականություն, լավ էլ գիտի, որ եթե ասենք Տրամպը չլեր դեմոկրատներ ամբողջովին թեքվելու են, այս իշխանությունները, ասենք, հապկից դուրս գալու գործընթաց են վերցել, այսինքն նրանք վարում են ընդգծված արևմտանք, վարում են արևմտամետ քաղաքականություն, հակառուսական քաղաքականություն, ուղղակի սիտուացիան է, իրավիճակը այնպես եղավ, որ չկարողացան վարել։ Դա համար ասեմ, այս երկրորդ, երրորդ նախագահի թիմակիցների միջև, ասենք, պայքարն է գնում, որ ընդդիմադիր դաշտի առաջատար լինելու մասին է խոսքը։ Չկա ընդդիմադիր դաշտ, հասկացություն մի օգտագործեք, այդպիսի տերմին գոյություն չունի։ Չկա ընդդիմադիր դաշտ, որտեղ ընտրությունների ժամանակ կարևոր չի դու ընդդիմություն ես, թե ընդդիմություն չես։ Եթե դու իշխանություն ես, դա կարևոր է, կամ մի ընտրազանգված խումբ, որը միշտ քվեարկում է իշխանության օգտին, ով ուզում է լինի, բայց իշխանության մյուս կողմը, հակադիր կողմը ով է, եթե ընդդիմադիր չէ, ընդդիմադիր դու քո կարգավիճակն է պետական կառավարման ապարատում, բայց այդ մարմնում համակարգում, բայց երբ որ գալիս են ընտրությունները, բոլորը կանգնում են որպես քաղաքական առանձին ուժեր, կա արդեն ժառանգություն, կա երկրորդ նախագահի, ասենք, թիմ, կա երրորդ նախագահի թիմ, կա չգիտեմ այնտեղ ինչ որ X թիմ, կա արևմտամետերի թիմ, այսինքն առանձին թիմ է, կապ չունի դու ընդդիմություն ես, թե ընդդիմություն չես։ Դա կարևոր չի ընտրությունների ժամանակ, երբ որ մարդ գնում է, քվեարկում է, չի նայում դու սենց թունդ ընդդիմություն ես, թե կիսաթունդ ընդդիմություն ես, ինքը լրիվ ուրիշ սկզբունքներով է քվեարկում։ Դու կարող ես երկիրը բան այդ, գիտեմ, այս վիճակից հանես, թե չես կարող, ուտել լրիվ ուրիշ սկզբունքներ են աշխատում, կարևոր չի դու ինչ ես ասում, բայց սա ուրիշ թեմա է, մի քիչ ավելի լայն թեմա է, չխորանանք, բայց դա համար եմ ասում, այո, մենք հիմա կարող ենք ասել բան այդ ընդդիմադիր, խնդիր չի, հիմա նրանք երկու ընդդիմադիր ուժեր, բայց ընդդիմադիր դաշտ, այդպիսի հասկացություն չկա։ Մի օգտագործեք այդ տերմինը, չկա այդպիսի հասկացություն։ Հիմա ընդդիմադիր ուժերի միջև, այո, եւ խորհրդանական, եւ արտախորհրդանական ընդդիմադիր ուժեր կա, որոնք իրենք մասնակցում են Գյումրի ընտրություններին եւ այլն։ Դրանց միջև պայքարը դա է գնում։ Ով է իրականացնելու այս իշխանությունների այս
Պանեխիդ են, այսպես ասենք։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում ձեր խոսքից, աշխարհաքաղաքական զարգացումներն են նաև ընդդիմադիր ուժերի շրջանում ստեղծել այս իրավիճակը։ Այո։ Եվ իրենք պայքարում են ում հավանությունը Ռուսաստանի, թե նաև Իրանի հավանությունը։ Գիտեք ինչ, այստեղ կախված է նրանից, ոչ թե դու ուզում ես ռուսամետ տերևած, դու պարզ է նախընտրական կամպանիան դուացել ես, հա, ժողովուրդ ձայն տվեք ինձ, բա ոնց է վարչապետն ասում ինչ ժողովուրդ է բերե, լավ էլի, հա էլի Դու տենց ասի, դե պարզա տենց է պետք է ասեմ, բոլորը տենց պետք է ասեն։ Նախկիներն մեղադրում են, ասում են ձեզ բերել են, որ Հայաստանը անկախ չլինի, դա էլ ակնարկում է Ռուսաստանին հավանաբար։ Այսինքն հիմա որ Թուրքիան ասում է ցեղասպանությունը հանում ես քո արտաքին քաղաքականությունից, դու անկախ ես։ Ադրբեջանը որ ասում է դու այդ քո հիմնը դրոշը սահմանադրությունը փոխի, սրանք փոխում են սահմանադրությունը, որտեղ Ալիևն է պահանջում սահմանադրությունը փոխել, սա 100% անկախություն է, չէ՞, թե իրենց մտածում են, որ բան, եթե մենք չասենք, որ Ալիևի ասած դա, այն ժողովուրդը չի հասկանա, որ սահմանադրությունը ուզում են փոխել, որտեղ Ալիևն է երկրում միայն ոչ անկախ համարվում է Ռուսաստանի հետ կապված իրավիճակները։ Հա, մենակ էլի, իսկ որ Ալիևն ասում, դա անկախ ես, էլի, Թուրքիան ասում է, դա լրիվ 100% միութենական երկիր դառնալ, դա չէ դառնալ միութենական երկիր։ Հիմա ինչ վերաբերում է, այո, աշխարհակաղակական ուժերի, այսպես իրավիճակը այնպեսին է դառնում, որ ուժերը պայքարում են եւ եթե իրենք կարողանան ձեռք բերել աշխարհակաղակական դաշնակիցներ, իսկ դրա հնարավորությունը կա գնալով մեծանում է, դա կարող է հանգեցնել իշխանափոխության մի բան, որ ԿՊ-ին չեն կարող հասկանալ։ Իրանց թվում է, որ իրանց վարչապետը այնքան հզոր է, որ ասես մի հատ ճկոտը շարժում է, երկրագունդը պատտվում է մի ուղղությամբ, որ հակառակն է շարժում, երկրագունդը հակառակն է պատտվում։ Չէ, իրենք վստահ են, պարոն Բադալյան, որ ընդդիմության մեջ չկան այն մարդիկ, լիդերները, որոնք կարող են այլընտրանք ստեղծել եւ իշխանափոխություն իրականացնել։ Այդ դրանում են վստահ իրենք, ասում են այս ընդդիմությունը 17 թվականին հանրապետականները ինչքան վստահ են, որ ընդդիմության մեջ չկա ոչ մի, ասենք, գործիչ, որը մի տարի հետո կարող է իրենց հեռացնել իշխանությունից։ Այնքան վստահ են հələ հարցեք հանրապետականներին, որ մարդիկ կան ասում են, չէ, մոտակա 20 տարին իշխանության աստող ճանապարհը անցնելու է Մելիք Ադամյան 2-ով։ Հələ մի հատ հարցեք, ասեք անցնում է Մելիք Ադամյան 2-ով, այդ ԿՊ-ին ասեք, էլի ձեզ թվում է հիմա մոտակա 20 տարում իշխանությունը ձեր փողոցով անցնելու։ Հասկանում եք, խնդիրն է, որ անցած 20 տարվա, 30 տարվա արդեն անկախ պետություն են, դրա փորձը պետք է ունենալ։ Հասկանում եմ, ասենք մարդկա անգրագետ է, մարդկա դա չի հասկանում, բայց պետք է ասենք մարդիկ կան, որ խմբակցությունը կարող է, չէ, ասենք մի հատ նայենք, ասենք անցյալում ինչ է եղել, ու այդքան 100% վստահ չլինենք։ Այդքան վստահ պետք չի լինել։ Դուք չգիտեք, ոչ ոք չգիտեր, որ ասենք Ուկրաինայում կարող է այնպես իրավիճակ ստեղծվի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանը համատեղ հայտարարություն անեն ընդդեմ Եվրոմիության եւ Ուկրաինայի։ Մի ամիս, երկու ամիս առաջ դες բան չէին պատկերացնում, մակում եղավ, չէ, դες բան այդ քվեարկություն։ Դա համար երբեք ոչ մի բանի վրա 100% վստահ մի եղեք։ Իդեպ դա վերաբերում է նաև ընդդիմադիր բան այդ ուժերին, որ նաև վստահ մի եղեք, որ այս ընթացքում կարող է Ուկրաինայի գործընթացը դադարեցվի եւ Հայաստան իշխանափոխության հարց տեղ ունենա։ Կարող է չտեղի չունենա, կախված այլ իրավիճակներից։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ։